Մոսկվան շարունակում է քննադատել Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի որոշումը։ В этой ситуации, безусловно, проведение подобных учений не способствует. Ստեղծված իրավիճակում նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու փոխադարձ վստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Մի քանի ժամ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Россия продолжает выполнять свои функции гаранта безопасности. Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթներն, ինչպես նաև մանրակրկիտ եւ կառուցողական աշխատանք ծավալել թե Երևանի եւ թե Բաքվի հետ, պնդում է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Конструктивную работу как с Ереваном, так и с Баку. Պեսկովից բացի հայ-ռուսական հարաբերություններում ծագած ճգնաժամին վերջին 24 ժամերին Ռուսաստանի միանգամից 3 փոխարտգործնախարարներ են անդրադարձել։ Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, տվյալ դեպքում Հայաստանին իր ազդեցության արատավոր գոտի ներքաշելու փորձերը։ Ես սակայն վստահ եմ, որ հայ հանրությունը բավարար իմաստնություն, հեռատեսություն եւ միջազգային իրողությունների օբյեկտիվ ըմբռնման կարողություն ունի, որպեսզի ՆԱՏՕ-ի Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու սադրիչ հակառուսական եւ հակահայկական փորձերը հալած յուղի տեղ չընդունի։ 10 գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում Հարավային Կովկասի հետ հարաբերությունները համակարգող ամենաբարձրաստիճան դիվանագետը փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալներից եւս մեկը Սերգեյ Ռյաբկովը Հայաստանի հետ հարաբերություններին անդրադարձել է այսօր Բիշկեք կատարած այցի ընթացքում։ Հայաստանը հապկի մեր դաշնակիցն է եւ մենք համարել ու համարում ենք, որ դաշնակցային ոգուն համապատասխան պետք է զորավարժություններ անցկացնել այն երկրների հետ, որոնք այդ դաշինքի անդամ են, հայտարարում է Ռյաբկովը։ Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը մեծագույն պատրանք է, իր հերթին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալներից եւս մեկը Ալեքսանդր Գրուշկոն։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր ռազմական եւ քաղաքական գործակցությունը։ Հայաստանը մեր դաշնակիցն է եւ անվտանգության ասպարեզում մենք փոխադարձաբար հենվում ենք մեր կարողությունների վրա։ Ես վստահ եմ, որ այդ մշտական իրողությունը առաջիկա տարիներին եւս որոշիչ դեր կխաղա մեր երկկողմ հարաբերություններում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։